Իրանը լավ կանի խելքի գա եւ հրաժարվի միջուկային ծրագրից, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Սոցցանցում արած գրառմանակից ԱՄՆ նախագահը հրապարակել է լուսանկար, որում ինքն է պատկերված հրազենով, իսկ գետնապատկերին Իրանն է զինված հարձակման տակ։ Լուսանկարին կա նաեւ գրություն, որով նա ակնարկել է, որ պատրաստ է կոշտ միջոցների դիմել։ Իրանն անկազմակերպ է, նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համագործակցության մասին համաձայնագիր, ավելի լավ է շուտ խելքի գան։ Մինչ այդ Wall Street Journal-ը հղումաններով ամերիկացի պաշտոնյաներին գրել էր, որ Թրամփը վերջին հանդիպումներին որոշել է շարունակել ճնշումն Իրանի վրա եւ օգնականներին հանձնարարել է պատրաստվել իրանական նավահանգիստների երկարատև շրջափակմանը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով ԱՄՆ նախագահը դիտարկել է նաեւ այլ տարբերակներ, այդ թվում ռազմական գործողությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, սակայն դրան գնահատել է ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։ Այս լուրի ֆոնին նավթի գները շարունակել են աճել։ Brent տեսակի նավթի գինը հասել է $111 մեկ բարել դիմաց։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ տնտեսական ճնշումն արդեն իսկ միլիարդներով կրճատել է Իրանի եկամուտները, թույլատրել իրանական ազգային արժույթը։ Սքոթ Բեսենթը նշել է, որ Իրանը շուտով ստիպված կլինի կրճատել նավթի արտադրությունը եւ այդ դեպքում օրական մոտ $170 միլիոն կկորցնի։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի ստվերային բանկային ենթակառուցվածքը, կրիպտոարժույթներին հասանելիությունը, ստվերային նավատորմը, զենքի գնման ցանցերը եւ չինական նավթավերամշակման գործարանները, որոնք աջակցում են նավթի առևտրին։ Այս գործողությունները հանգեցրել են տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտների կորստի, որը կարող էր օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար։ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ երկիրը դեռ պատերազմական վիճակում է։ Գեներալ Մոհամմադ Ակրամանյան ասել է, որ Իրանն այս ընթացքում պատրաստվել է թարմացրել սպառազինությունը եւ ցանկացած նոր հարձակման կպատասխանի նոր մեթոդներով։ Մենք չենք համարում, որ պատերազմն ավարտված է, քանզի Միացյալ Նահանգների եւ մեր թշնամիների նկատմամբ վստահություն չկա, հրադադարի առաջին իսկ օրվանից շարունակել ենք լուրջ ջանքեր գործադրել մեր թիրախների ցանկը թարմացնելու համար։ Այս ընթացքում Իսրայելի բանակը շարունակել է գործողությունները Լիբանանի հարավում թիրախավորելով արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի օբյեկտները։ Կան զոհեր։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտնել է, որ Հեզբոլլայի կողմից կիրառվող հսկայական թունել են պայթեցրել, ոչնչացրել նրանց ենթակառուցվածքները։ Մենք սպանում ենք բազմաթիվ ահաբեկիչների եւ դեռ չենք ավարտել։ Մենք գործում ենք անվտանգության գոտում։ Մի քանի շաբաթ առաջ հրահանգեցի անօթաչուների սպառնալիքը վերացնելու հատուկ նախագիծ սկսել։ Դա ժամանակ կպահանջի, բայց դա էլ կպայթեցնենք։ Israel has no territorial ambitions in Lebanon. Արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի։ Գիդեոն Սաարը վստահեցրել է, որ միայն ցանկանում են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը։